Большое спасибо, уважаемые. Այսօր Երևանում անցկացվում է անտիկոնտրաֆակտ միջազգային ֆորումի հերթական համաժողովը, սա թվով 4-րդն է, նախկիները անցկացվել են Ղազախստանում, Ռուսաստանում և Բելարուսում։ Այս ձևաչափով համագործակցության և նմանատիպ համաժողովի նպատակը հիմնականում ԵՏՄ շրջանակներում քննարկումն է, թե ինչ համատեղ ջանքեր պետք է իրականացվեն կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության դեմ համատեղ պայքար մղելու առումով։ Գիտեք, որ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում ընդհանուր առումով կան մի քանի կառույցներ, որոնք որ ներգրաված են ընդհանուր առմամբ այս ոլորտի պաշտպանությունը իրականացնելու տեսանկյունից, իրենց կարևոր դեր ունեն եւ մաքսային ծառայությունները, սահմանի վրա կեղծ ապրանքների ֆիլտրումը իրականացնելու տեսանկյունից, իրենց կարևոր դեր ունեն նաեւ մտավոր սեփականության պաշտպանության տեսանկյունից ոստիկանության մարմինները, համապատասխան գերատեսչությունները Հայաստանի պարագայում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, մտավոր սեփականության գործակալությամբ, Ռուսաստանի պարագայում օրինակ արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը, մյուս երկրներում նույնպես համապատասխան կառույցներ ունեն մշակած եւ իրականացվող ռազմավարություններ կեղծ ապրանքների շրջանառության դեմ պայքարի մասով եւ այս միջոցառումը նպատակ ունի պետական կառավարման համակարգի կառույցների ներգրավմամբ եւ մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ քննարկելու այն ջանքերը, որոնք որ ուղղված պետք է լինեն կեղծ ապրանքների շրջանառությանը։ Ինչպես գիտեք, մտավոր սեփականության պաշտպանությունը այն կարևոր ոլորտներից մեկն է, որը համարվում է առաջնային արդյունաբերական մտավոր սեփականության պաշտպանության տեսանկյունից եւ դա հիմքն է հանդիսանում նորարարության եւ նմանատիպ գործունեության խթանման եւ պաշտպանության համար եւ այս տեսանկյունից բնականաբար շատ կարեւոր է համատեղ ջանքերի գործադրումը։ Ավելի առարկա է կամ մասնավորապես ինչ խնդիրների են բախվում, որ անհրաժեշտություն առաջանում է համատեղ ջանքերի։ Մտավոր սեփականության պաշտպանություն ասելով ինչ նկատի ունենք։ Օրինակ մեզ քաջ հայտնի ապրանքային նշանների պաշտպանությունը, գրանցումը եւ պաշտպանությունը եւ գրանցված արդեն իսկ պաշտպանված ապրանքային նշանների ներքո կեղծ ապրանքների շրջանառությունը։ Արդյոք սա կարևոր հարց է միանշանակ, որովհետև սա նպատակ դրանց պաշտպանությունը նպատակ ունի եւ տնտեսական ակտիվության զարգացումը, մասնավորապես այն կազմակերպությունների համար, ովքեր որ գրանցել են այս անվանումները, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որովհետև եթե որևէ ապրանքային նշան գրանցված է եւ ապրանք է արտադրվում այդ ապրանքային նշանի ներքո, պետք է պաշտպանված լինի շուկայում համանման կեղծ ապրանքների շրջանառությունից, որովհետև սա է պահանջում եւ տնտեսական զարգացման ընդհանուր առմամբ մոդելը, սա է պահանջում նաեւ սպառողի շահը։ Շատ ապրանքներ ներթափանցում են երկրների շուկաներ կեղծ արտադրված այլ ապրանքային նշանների ներքո այլ երկրներից։ Ես նշեցի, որ կիրարկման տեսանկյունից շատ կարևոր դեր ունեն եւ մաքսային մարմինները, եւ ոստիկանությունը եւ այլ կառույցներ, եւ այս ձևաչափով ֆորումը նպատակ ունի այս կառույցների միջև համագործակցության ձևաչափեր քննարկելը եւ սահմանելը, ինչպես նաեւ այս ձևաչափով լսելը մասնավոր հատվածին, թե ինչ համատեղ ջանքեր պետք է իրականացվի։ Ամբողջ օրվա ընթացքում լինելու են քննարկումներ 4 երկրներից ժամանած եւ պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ մենք ունենք ակտիվ մասնակցություն նաեւ հայկական տեղական կազմակերպությունների։ Ես պետք է նշեմ, որ օգտագործելով առիթը, որովհետեւ մեծ թվով գործարարներ եւ կազմակերպություններ են ժամանել Հայաստան, այս օրերին մենք կազմակերպել ենք նաեւ հանդիպում առանձին երկկողմ բազմակողմ հանդիպումներ հայ գործարարների հետ, համատեղ ծրագրերի քննարկում, այդ թվում նաեւ համատեղ ներդրումային եւ այլ բնույթի տնտեսական ծրագրերի քննարկում եւ վստահ եմ, որ Հայաստանը նմանատիպ միջոցառումներից նաեւ կունենա որոշակի ակտիվություն համատեղ գործարար ծրագրեր մշակելու եւ պայմանավորություններ ձեռք բերելու տեսանկյունից։ Հիմա Հայաստանում շատ են խախտող դեպքերը, հա։ Չկա նմանատիպ վիճակագրություն որևէ երկրում կոնկրետ տոկոսային հարաբերություն ֆիքսելու։ Ես պետք է նշեմ, որ ընդհանուր վերլուծությունը
պատկերի տեսանկյունից պետք է նշեմ, որ Հայաստանը վատ դիրքերում չի։ Մենք այս ոլորտի պաշտպանության եւ միջազգային կապերի զարգացման առումով շատ ինտենսիվ հարաբերություններ ենք ունեցել նաեւ Եվրոպական միության հետ։ Գիտեք, որ Եվրոպական միության մոդելի հիման վրա ձևավորված կար ռազմավարություն, որը որ գործողությունների ծրագրի հետ միասին այս տարիների նույնպես իրագործման ընթացքում է եղել եւ ընդհանուր առմամբ գիտեք այս ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության, գյուտերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների մասով պաշտպանության եւ համատեղ աշխատանքը շարունակական պետք է լինի։ Սա բոլոր երկրներում, ամենազարգացած երկրներում դուք նույնպես կտեսնեք որոշակի քանակով կեղծ ապրանքներ եւ աշխատանքը համատեղ շարունակելու նմանատիպ կեղծ ապրանքների դեմ պայքարը շարունակական է, մեր դեպքում նույնպես։ Ես կարծում եմ, որ Հայաստանը անելիք ունի այս տեսանկյունից, բայց չի ասի, թե մենք ամենավատ դիրքերում ենք։ Կա, ենթադրենք, կա ապրանքային նշան գրանցված։ Ապրանքային նշանը, եթե գրանցվում է, դա ունի իրավատեր։ Այսինքն կա կազմակերպություն, որը հանդիսանում է այդ ապրանքային նշանի սեփականատերը։ Եվ համաձայն օրենսդրության, այդ թվում նաև Հայաստանի օրենսդրության, այդ ապրանքային նշանը ապրանքի վրա փակցնելու եւ այդ ապրանքային նշանի ներքո ապրանք վաճառելու իրավունք ունի միայն ապրանքային նշանի իրավատերը, այսինքն գրանցող կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, ում որ իրավատերը լիազորել է։ Եթե որևէ այլ մեկը պաշտպանված գրանցված ապրանքային նշանի ներքո ապրանք է հանում շուկա, ոչ, ապրանք է հանում շուկա, դա ստացվում է, որ կեղծ, որովհետև դու չես ապրանքային նշանի տերը, ես օրինակը բերում եմ ապրանքային նշանի համար։ Հիմա այդ կեղծ ապրանքը կարող է լինել թե տեղում արտադրված, թե երրորդ երկրից ներմուծված, թե ԵՏՄ երկրից ներմուծված։ Եթե խոսք գնում է ներմուծված կեղծ ապրանքների մասին, այստեղ պետք է քննարկել, թե համատեղ ինչ ջանքեր պետք է իրականացնեն, գիտեք, որովհետև մենք գտնվում ենք հիմա Եվրասիական միության շրջանակներում եւ ապրանքները ունեն ազատ շրջանառության հնարավորություն, ազատ տեղափոխման հնարավորություն։ Ինչ համատեղ ջանքեր պետք է իրականացվեն, որպեսզի նմանատիպ ապրանքների քանակը առնվազն նվազեցվի շուկայում։ Եթե ռուսական օղին Հայաստանում կեղծվում է եւ այդ օղու ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում նույնպես գրանցված եւ պաշտպանված է, ապա ապրանքային նշանի սեփականատերը իրավասու է դիմել պետական պատկան մարմիններին, տվյալ դեպքում նաև ոստիկանությանը եւ պահանջել, որպեսզի շուկայից հանվի։ Մի տար ուղակի փոխելով եւ նույն դիզայնը օգտագործելով, այդ դեպքում համարվում է շփոթության աստիճանի նմանություն եւ ենթակա չէ գրանցման, եթե չի գրանցվել, հետեւաբար պաշտպանված չի։ Барев здесь. Ну, во-первых, очень приятно, что 4-й форум антиконтрафакт проходит в Республике Армения. Государство, которое недавно присоединилось к Евразийскому экономическому союзу, но уже активно включилось в решение проблем, связанных с противодействием нелегальному обороту промышленной продукции на территории Евразийского экономического союза. У нас немало проблем, совместных общих проблем, начиная от того, что большая часть товаров поступает на территорию нашего таможенного союза с нарушением требований таможенного законодательства. Очень большие проблемы есть с контрафактом, то есть с имитацией под известные бренды, нарушением авторских прав. Немало на территории наших государств продается фальсифицированного товара, которые, когда потребители вводятся в заблуждение в отношении потребительских свойств и качеств отдельных товаров. Вот все эти проблемы будут обсуждаться сегодня на форуме, будут вырабатываться пути решения этих проблем, поиски каких-то совместных решений. И, безусловно, я очень надеюсь, вот так от форума к форуму мы принимаем определенные решения. Эти решения потом обсуждаются активно на уровне заседаний Евразийской экономической комиссии, в том числе и на Высшем совете. И я очень надеюсь, что по итогам нынешнего форума мы также найдем совместные пути решения тех тяжелых, действительно, для многих отраслей и нашей, российской промышленности, и промышленности, которая развивается на территории Республики Армения, вопросов. На сегодняшний день, вот если взять даже Российскую Федерацию,
проблемы нелегального оборота промышленной продукции очень сильно влияют на конкурентоспособность в таких отраслях, как легкая промышленность, как фармацевтика, продукты питания и многие-многие другие. Я думаю, что такая же проблема сегодня существует на территории Республики Казахстан, и Белоруссии, и в Армении, и в Киргизии. У нас да, есть исследования. Если взять легкую промышленность, то вот, оборот легкой промышленности в Российской Федерации за 2015 год порядка 3 триллионов российских рублей.